Քանի դեռ Երևան-Բաքու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգ կա, արտգործնախարարի հայտարարությունը խորհրդարանում։ Շնորհավորել է Կուրբան Բայրամը, Փաշինյանն է զանգել Ալիևի ավագ եղբորը, Էրդողանը գոհ է հայ-թուրքական շփումներից։ Ռուբեն Վարդանյանի հայկական ծագումը մեղքի միակ ապացույց, մեղադրական ճառում մեղքը ապացուցող գեթ 1 փաստարկ չկա, փաստաբան Բերմանի հայտարարությունը։ Վաշինգտոնը սեղմում է օղակը, Թրամփը Թեհրանին վերջնագիր է ներկայացրել, սպառնալիքներ տեղացել։ Ռուսական անօդաչուների գրոհը Խարկովում եւ Չեռնիգովի մարզում զոհեր ու վիրավորներ կան։ Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, Փաշինյանը չի մոռացել հինը, կրկին հիշեցրել է, հատիկ-հատիկ վերադարձնելու են ապօրինի ձեռք բերված գույքը։ Դժոխքի դեսպանը մեղքերի ցանկը ձեռքին փորձել է մտնել կառավարության շենք Փաշինյանի հետևից, բողոքի ակցիայի պաշտպանություն եկեղեցու։ Երեխայի առևանգում Երևանում կենսաբանական մայրը փորձել է փախցնել աղջկան հորից։ Եվ հիշողության սլաքներ, բացառիկ ցուցադրություն գրականության եւ արվեստի թանգարանում հայ մեծերի ժամացույցների հավաքածուն կամրջում է անցյալն ու ներկան։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտար ժանը մեր եթերում։ Եվ այսպես Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կայցելի Երևան այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Այցի կոնկրետ ժամկետն չի նշել, ընդգծել է միայն, որ Երևանի եւ Թեհրանի միջև երկխոսությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով եւ փոխայցելությունները շարունակական են։ Արարատ Միրզոյանը ազգային ժողով է գնացել մասնակցելու նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը, պատասխանել պատգամավորների հարցերին, ասել, քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել պայմանագիրը ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա։ Ինչը կարելի է ձեռք բերում առաջընթաց համարել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, երբ այդ երկիրը շարունակում է կրակել Հայաստանի գյուղերի բնակիչների տների վրա։ Եթե համաձայնեցված է գնում եք խաղաղության, ինչու է կրակում։ Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել եւ ձեռք չենք սեղմել, էսկալացիայի վտանգը կա։ Ինչու են կրակում, չեմ կարող ասել։ Լավ, ինչը ստիպեց հայկական կողմին քննարկվող երկու կետերի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գալ։ Ինչու օրինակ Հայաստանի առաջարկները Ադրբեջանը չընդունեց, իսկ Հայաստանը համաձայնեց։ Ինչի ենք մենք դրա մասին իմանում Բաքվից։ Եվ երկրորդը, Ադրբեջանը չպատասխանեց, դուք ընդունեցիք ադրբեջանական շարադրանքը։ Եկավ մի պահ, երբ մենք մտածեցինք, որ հետագա ուրեմն բանակցությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական են, որ կտան ուրեմն ցանկալի արդյունքներ եւ կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները, որոնք կրկին աղոտ հեռանկարով քննարկումները, ուրեմն հարցականի տակ կդնեն արդեն իսկ համաձայնեցված շատ էական ուրեմն ձևակերպումները եւ այդ պատճառով նաեւ մենք վերջին գործողությունը, որ արվել է, մենք հայտնել ենք վերջին տարբերակի, վերջին առաջարկի շուրջ մեր ուրեմն համաձայնության մասին։ Ու հենց այստեղ էլ Միրզոյանը կանխատեսեց, որ ընդդիմադիրների միջև լեզվակռիվ ու վեճ է հասունանում։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ, ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց, Ալեքսանդրապոլի պայմանագիր, չգիտեմ, հիմա դուք էլ եկեք չկռվենք, դուք չունեք փաստարկ եւ խոսալու տեղ։ Սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնաժողովներն ըստ Միրզոյանի այսօր էլ շարունակում են գործընթացը։ Արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ մեթոդական քննարկումներ են տեղի ունենում։ Դուք հարցնում եք երբեն մեր 240 կիլոմետրը կամ այս կամ այն կտորը վերադարձվելու կամ Ադրբեջան տալու է, թե չի տալու։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այն հիմքը, որ մենք վերցրել ենք Ալմաթայի հռչակագիրը եւ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանները, այդ սկզբունքը բոլոր հարցերին պատասխանում է, ենթադրվում է, որ գծելով գնալու են մարդիկ ուրեմն Ալմաթայով ենթադրվող սահմաններով եւ այն կետը, որ կլինի ադրբեջանական, բայց կլինի մեր վերահսկողության ներքո ենթադրաբար պիտի վերադարձվի Ադրբեջանին, այն հատվածը, որը Հայաստանի
սուվերեն տարածքա, բայց գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այս պայծության պիտի վերադարձվի Հայաստանին։ Տարբեր ձևաչափերով հայ-թուրքական հանդիպումներ են տեղի ունենում։ Միրզոյանը հայտնեց, որ չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, երկու երկրների միջև շատ ավելի ակտիվ եւ գործուն երկխոսություն կա։ Միրզոյանի ձևակերպմամբ, սակայն, լավ կլիներ, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենար գետնի վրա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ շարունակելով հայ-թուրքական հարաբերությունների թեման, վարչապետ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, շնորհավորել Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Էրդողանն էլ շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ։ Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Ի դեպ, Էրդողանը զրույցից հետո ասել է, որ գոհ է հայ-թուրքական շփումից։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն Էրդողանը ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի համապարփակ կարգավորման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարեւորությունը։ Մեղադրական 200 էջանոց ճառը, որում գեթ 1 ապացույց չկա, Ռուբեն Վարդանյանի փաստաբանն է հայտարարություն տարածել մեկնաբանել օրերս հրապարակված մեղադրական եզրակացությունը։ Ընդամենը 3.5 ամիս Արցախի պետնախարար եղած Ռուբեն Վարդանյանին մեղադրում են Արցախյան առաջին պատերազմից ի վեր ամեն տեսակի հանցանքների մեջ, որոնց նրա մասնակցության որևէ փաստական հիմք չի ներկայացվում։ Մեղքի հիմնական ապացույցը Վարդանյանի հայկական ծագումն է։ Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարություն է տարածել, որի հիմնական առանցքն այն է, որ ներկայացված չէ որևէ փաստարկ, որն ապացուցում է Ռուբեն Վարդանյանին վերագրվող մեղադրանքը։ Փաստաբանի ձևակերպումները իհարկե զուսպ են, սակայն այն, ինչ նա արել է, արդեն աննախադեպ է։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մեղադրանքի ժամանակային շրջանակին։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում եւ այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրել կատարել տվյալ արարքները։ Այս գործում կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից։ Հակառակ դեպքում դա կհակասի քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Այն վկայում է, որ մեղադրանքը հիմնավոր չէ եւ մեղադրանքը սպասարկող հաստական տվյալներ, իրական իրադարձություններ ուղղակի գոյություն չունեն եւ նշեմ, որ փաստաբանը եւս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այստեղ անհատական պատասխանատվության սկզբունքն է խախտվում, այստեղ օգտագործում են հավաքական դեպքեր, իրադարձություններ։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը դարձյալ անդրադառնում է օրեր առաջ հրապարակված Վարդանյանի մեղադրական եզրակացության 200 էջանոց հատվածին։ Ասում է, այստեղ Արցախի հանրապետությունը, որտեղ ապրում էր մոտ 150,000 հայ, որակվում է որպես հանցավոր կազմակերպություն, իսկ Ռուբեն Վարդանյանի հայկական ծագումը բացառապես որպես մեղքի հիմնական ապացույց է ծառայում։ Հետադարձ քրեականացվում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում։ Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա Արցախ ժամանելուց մինչև 30 տարի առաջ, ընդ որում որևէ ապացույց չկա, որ նա թեկուզ նվազագույն առնչություն է ունեցել առաջադրված մեղադրանքներին։ Ըստ էության մեղադրանքում գնահատականներ են տրվում հենց Արցախի ինքնորոշմանը եւ դրա հետևանքով պետական կառույցների գործունեությանը եւ հասարակության գործունեությանը ինքնորոշված հանրապետության շրջանակներում եւ ստացվում է, որ կոլեկտիվ գործունեությունը, որը պաշտպանված է միջազգային իրավունքի ներքո, հանգեցրել է անձերի անհատական պատասխանատվության, ինչը անթույլատրելի է։ Իդեպ ըստ Բերմանի հայտարարության մեղադրանքի կողմից ներկայացված նյութերի վերլուծությունը վեր է հանում իրավական մի շարք լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են դատական մանրակրկիտ քննություն։ Պաշտպանությունը շեշտում է ենթադրյալ արարքների եւ դրանց իրավական որակավորման միջև համաչափության սկզբունքների խիստ պահպանման անհրաժեշտությունը։ Տիգրան Կուրգինյան, ժամը լրատվական։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում նրան դիմավորել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ավելի վաղ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Վաշինգտոնը սեղմում է օղակը, Թրամփը Թեհրանին վերջնագիր է ներկայացրել, սպառնալիքներ տեղացել։ Ռուսական անօդաչուների գրոհը Խարկովում եւ Չեռնիգովի մարզում զոհեր ու վիրավորներ կան։
Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու։ Փաշինյանը չի մոռացել հինը, կրկին հիշեցրել է, հատիկ-հատիկ վերադարձնելու են ապօրինի ձեռք բերված գույքը։ Դժոխքի դեսպանը մեղքերի ցանկը ձեռքին փորձել է մտնել կառավարության շենք Փաշինյանի հետևից, բողոքի ակցիայի պաշտպանություն եկեղեցու։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Թողարկման այս հատվածում միջազգային լուրեր։ Ռուսական անօթաչուները գիշերը գրոհել են Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքը, 5 մարդ է զոհվել, այդ թվում 1 տարեկան երեխա, 17 վիրավոր կա, հայտնել է Չեռնիգովի մարզային ռազմական վարչության ղեկավարը։ Ռուսական զորքերը գիշերը հրթիռային հարձակում են իրագործել նաև Խարկովի վրա, ավելի ուշ հաղորդվել է, որ հարձակումը հրդեհ է առաջացրել բազմահարկ շենքում և կան զոհեր։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ժամանել է Վաշինգտոն, ընտրվելուց հետո սա Մերցի առաջին այցն է Միացյալ Նահանգներ։ Բիլդ պարբերականը գրում է, որ կանցլերը Թրամփին հավանաբար կփորձի համոզել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների անհրաժեշտության հարցում։ Ըստ Բիլդի, Գերմանիայի նոր կառավարության ռազմական ծախսերը մեծացնելու և Եվրոպայի ամենաուժեղ բանակը ստեղծելու ջանքերը արձագանք են գտնում Վաշինգտոնում, ինչը կարող է օգնել Մերցին ընդհանուր լեզու գտնել Թրամփի հետ։ Ուղիղ հեռախոսակապ Սպիտակ տան և Կրեմլի միջև Թրամփն ու Պուտինը քննարկել են Կիև-Մոսկվա-Ստամբուլյան ուղիղ բանակցությունների թեման։ 1 ժամից ավելի տևված հեռախոսազրույցից հետո Թրամփը սոցիալական ցանցի էջում գրել է. «Զրույցը լավն էր, բայց ոչ այնպիսին, որ կարող էր անմիջապես խաղաղություն բերել»։ Պուտին-Թրամփ քննարկման առանցքում նաև Իրանի միջուկային խնդիրներ։ Թրամփը կրկին Թեհրանին ուղղված վերջնագրի լեզվով է խոսել, հիշեցրել. «Ժամանակը սպառվում է»։ Թրամփը շրջում է ավազե ժամացույցը ու կարճ ժամանակ տալիս Թեհրանին կողմնորոշվելու, սեղմում է օղակը։ Նախորդին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում Թրամփը սիրտը բացել է ու բողոքել, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները առաջ չեն գնում։ ԱՄՆ նախագահը նորից կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, եւ այս հարցում կարծում եմ մեր միջև համաձայնություն կա։ Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը թերևս կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք շատ շուտ։ Թրամփը այսպես կոշտ ու սուր դիտարկումներ արել էր այն ժամանակ, երբ դեռ չէին մեկնարկել միջնորդավորված բանակցությունները։ Բուն բանակցությունների ընթացքում կարծես լեզու գտնելու շանսեր կային, հիմա նորից վերջնագրեր։ Իրանագետն ասում է, Թրամփը այսպիսի դիրքավորմամբ է ներկայանում ի վերջո հաջողության հասնելու համար։ Սպառնալիքների լեզուն կօգնի, այստեղ փորձագետը համոզված է, Իրանը դժվար թե կտրուկ հետ քայլի դիմի։ Իրանին ստիպել սպառնալիքի ազդեցության ներքո գնալ զիջումների, ինչը իրանական կողմի համար անընդունելի է եւ բազմիցս իրանական կողմը հայտարարել է, որ իրենք սպառնալիքի ներքո որոշումներ չեն կայացնելու։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վերջերս ձևակերպեց. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ պայմանները հակասում են ազգային շահին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը կարմիր գիծ որակեց։ Մոսկվան կփորձի միջամտել, եթե անգամ տեսականորեն չբացառենք, ապա ըստ փորձագետի միջնորդությունը մեծ փոփոխությունների չի հանգեցնի։ Այս գործում կարևորը պահանջներն են, որոնք չեն մեղմանում։ Այս պայմանությամբ ինչ որ հստակ ցուցիչներ չկան, որ բանակցությունների ձևաչափը փոխվում է, բայց այստեղ էականն այն է, թե ինչ է քննարկվում այդ բանակցություններին, որովհետև եթե հնչում են առավելապաշտական ինչ որ պահանջներ եւ շատ կտրուկ պարտադրանքներ են հնչում, տվյալ դեպքում բանակցությունները պարզապես գնում են փակուղի, որովհետև կողմերը փաստացի ունեն հակադիր դիրքորոշումներ։ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցով, պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա ըստ ԱՄՆ-ի հետագայում կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի համար հարստացված ուրանը ոչ թե արտադրի, այլ գնի այլ երկրներից։ Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում եւ նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար։ Համաձայնության չգալու պարագայում Վաշինգտոնը նաև հնարավոր բախման մասին էր հիշեցնում։ Տիգրան Միկրուղինյան, ժամը լրատվական։
Վերադառնանք Հայաստան գուցե ուշացումով, բայց ապօրինի գույքի բռնագանձման համակարգը թափ է հավաքելու կառավարության նիստում Փաշինյանն է ասել, անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործերին։ Նա չի մոռացել հինը եւ կրկին հիշեցրել է ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու հատիկ վերադարձնելու են ապօրինի ձեռք բերված գույքը։ Միաժամանակ Փաշինյանը կառավարության անդամներին հիշեցրել է, ինչ դատով դատում ես, նույն դատով դատվելու ես, մերոնք ձերոնք չկա, կա օրինական եւ ապօրինի գույք։ Ապրիլի կեսին էր, որ Սահմանադրական դատանը որոշեց, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում գույքը ենթակա է առգրավման, եթե պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո եւ այդ գույքը կապ ունի հանցանքի հետ։ Կառավարության նիստում գլխավոր դատախազն անդրադարձավ Մայր դատանի այդ որոշմանն ու փորձեց բացատրել, որ շատերի մոտ այդ որոշումը թյուրըմբռնում է առաջացրել։ Շահարկեցին, որ այ հեսա բոլոր հայցերը հերթով կհրաժարվեք, այդ հայցերը բոլորը հետ կվերցնեք, ներողություն կխնդրեք, ել չգիտեմ ինչ կանեք։ Ապօրինի գույքի բռնագանձման առումով 152 հայցադիմում կա դատարանում։ Դրանցից 5-ի վերաբերյալ կան դատական ակտեր։ Դրանք սակայն ըստ Աննա Վարդապետյանի դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել։ Դատական ակտերի մի մասի հետ մենք համաձայն չենք, բողոքարկել ենք, մի մասի հետ պատասխանողները համաձայն չեն, բողոքարկել են, բայց process-ը բնականon հունով շարունակվում է։ Ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է։ Այնուամենայնիվ Վարդապետյանը հայտնեց, որ Սահմանադրական դատանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի հստակեցումների է ենթարկվում։ Որոշակի հայցերով լինում են իրավիճակներ, երբ դատախազությունը վերահաշվարկներ կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ է կատարում եւ հետո միայն հայցեր ներկայացնում դատարան։ Սահմանադրական դատանի որոշումը նախ շատ կարևոր էր արձանագրելու, որ համակարգը սահմանադրական է, բայց այնուամենայնիվ այնտեղ կարգավորումներ բերվեցին, որը կարծում եմ տրամաբանական է, որ եթե խոսում ենք ապօրինի գույքի մասին պետքա որոշակի կապ լինի պաշտոնավարման եւ պետական պաշտոնի կոնկրետ ժամկետների եւ այլնի հետ եւ ես ինչքան հասկանում եմ որոշ դեպքեր կլինի որ ինչ որ հայցերից պետք կլինի հրաժարվել հետագայում այլ վերահաշվարկների եւ այլնի առումով Փաշինյանը համարում է որ Սահմանադրական դատանի որոշումը նպաստեց ապօրինի գույքի բռնագանձման համակարգի կայացմանը միևնույն ժամանակ փաստում որ դատարանները որոշակի սպասման մեջ են Ինչ որոշում ընդունեն, որպեսզի հակադրության մեջ չհայտնվեն բարձրագույն դատարանի հետ։ Հիմա համոզված եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը արդեն ավելի հստակ եւ անառարկելի պրակտիկա կձևավորի եւ դատախազության եւ դատարանների համար ավելի հեշտ կլինի կանխատեսելի հանրության համար կանխատեսելի միջավայրում աշխատել։ Այո, կան հայցեր, որոնցից դատախազությունը հրաժարվել է, բայց այդ հայցերը կապված են եղել Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցված կարգավորումներով եւ օրինակ կապված չեն եղել ձեր կողմից նշված պաշտոնավարման հետ կամ օրինակ ընդհանրապես հանցագործության հետ կապված չեն եղել, դրանք շատ փոքր տոկոս են կազմում։ Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Փաշինյանն ասում է, հաստատակամ է ու իր դիրքորոշումը չի փոխել։ Շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում։ Ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը։ Դատախազության ներկայացրած տվյալներն են ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում 2023-ից 24 թվականների ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել։ Դատախազը տեղեկացրեց, որ պետությանը վերադարձվել է 7 անշարժ եւ 2 շարժական գույք։ Մինչեւ հունիսի 3-ը ներառյալ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտք կատարվել վերականգնման միջոցների միասնական հաշվին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կառավարության շենքի առջև այսօր մի խումբ քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են արել ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու։ Նրանք կոչ են արել բոլոր նրանց, ում սրտում հավատ կա, դուրս գալ փողոց պաշտպանել եկեղեցուն։ Մեղքերի ցանկը ձեռքին բեմական հանդերձակվող խորհրդանշական կերպարը փորձել է մուտք գործել կառավարության շենք Փաշինյանի հետևից, մահվան դեսպանին ներս չեն թողել։ Դժոխքի դեսպանը գնացել է Փաշինյանի հետևից, ասելու, որ նրա ժամանակը եկել է։ Կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր կրկին բողոքի ակցիա իրականացրին ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ու ազգային հոգևոր արժեքների։ Այս անգամ նրանք փոքրիկ ներկայացում էին կազմակերպել։ Մահվան դեսպանը դատարկաձեռն չէր եկել, իր հետ էր բերել նաև թղթեր, որոնց վրա առանձնացրել էին Նիկոլ Փաշինյանի իրենց պատկերացմամբ բոլոր մեղքերը։ Սրբապղծություն
Ներապաշտություն, Թալան Բորբոքված են ակտիվիստները, ասում են, եթե ընդդիմությունը չի կարողանում առաջնորդել պայքարը, թող վայր դնի մանդատը։ Մարդիկ ասում են, որ փողոցային պայքար արել ենք, բայց չի հաջողվել։ Ոչ, երբևիցե հաստատակամություն չի դրսևորվել։ Պաստառներ են բերել ակցիայի մասնակիցները, որոնցով հայոց սրբերը նզովում են կառավարության ղեկավարին հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսելու եւ հայոց սրբությունները թիրախավորելու համար։ Ինքը մեր սրբությունները, այդ բոլոր մեր գեղեցիկ վանքերը, որ ամեն բլրի վրա կան, այդ բոլոր վանքերը, որ խորհրդանշում են մեզ, մեր ազգը, մեր դարերի հավատը, մեր ինքնությունը, ինքը անվանում է ինչ-որ ստորաքարշ բառերով, իսկ իրական Հայաստանը վանքերի, եկեղեցիների, սուրբ մատուրների Հայաստան է։ Ոչ եմ անում բոլորը, ովքեր որ իրոք իրենց սրտում զգում են հավատ, զգում են եկեղեցու սրբությունը, դուրս կան պաշտպանելու եկեղեցին այսօրվա դրությամբ։ Ազդեցիկ գաղափարով սիմվոլիկ ակցիա են իրականացնում ակտիվիստները։ Չեն հանդուրժելու, պայքարը շարունակելու են, հույսով, որ բոլորն էլ ոտքի կկանգնեն ու կմիանան պայքարին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Քազախցիների տրանսպորտային թնջուկը դեռ լուծում չի ստացել, մեկ ամսից ավելի պարբերաբար ճանապարհ փակեցին, բացեցին խոստումներ, լսեցին տարբերակներ, քննարկեցին ապարդյուն։ Այս ամսվա սկզբից 59 համարի ավտոբուսը ուղևորների հետևից էլ համայնք չեկավ։ Մայրաքաղաք տանող կանգ առհասնելու համար ոտքով երկար պիտի քայլեն կամ լրացուցիչ գումար ծախսեն, ինչին քազախցիները համաձայն չեն։ Մարզպետի հետ հանդիպմանը, եթե համաձայնության չհասնեն, բոյկոտի նոր ակցիաներ են խոստանում։ 59 ավտոբուսը ամսի մեկից էլ Քասախ չի հասնում, գյուղի բնակիչները կանգառի փոխարեն փաստի առաջ են կանգնել, գյուղամիջում հավաքվել ու քննարկում, ինչ պիտի լինի իրենց հարցը։ Ճանապարհը Երևան աշտարակ մայրուղու վերջին կանգառից մինչև գյուղ երկար է, տաքսիներով թանկ կնստի։ Գյուղի հնաբնակներից Արտյոմ Պապն ասում է, այստեղ այսպիսի բան չի տեսել, երբեք չի եղել։ Վետերան տղա ամբողջ ջեբերը սաղ դեղու դոկումենտ է, բայց ոչ մի տեղ չի գնահատվում։ Հենց հիմա հատա ցույց տամ, սիդես վիրահատված 4 ստենդա դրած։ Ես ոնց 5 կիլոմետր ոտս բացեմ տենես վախենաս։ Ես ոնց 5 կիլոմետր գիշնեմ նստեմ տրանսպորտ։ Այն ասատենամ, ոնց գիշնեմ սնճազեղնելով, հա, սաղորես կամ դեխամելով, հա։ Ես չեմ դու ես։ Նայ ամբողջ ջեբերից դեղերը նայ։ Ահա, անեմ սաղ ցույց տամ։ Ջեբերից դեղերը։ Քասախցի այս կնոջ դարդն էլ աշխատանքն է, գործից 1, 2, 3 ուշացավ, հետո իր համար էլ քայլելը չէ խնդիրը, չի ալարում, ճանապարհն է դժվար անցանելի, մի բան էլ դեռ հիմա ամառ է, բայց ձմեռն էլ 7 սարի հետևում չէ։ Անցումը մի կողմ դրած, ինչքան դժվար է ճանապարհը բարձրանալ, փորձել եք բարձրանալ։ Եկեք իջնենք ներքև, հետո հետ բարձրանանք, դուք տեսեք ինչքան դժվար է։ Իջնելը հեշտ է, մենք իջնելուց չենք նեղվում, բայց բարձրանալ ահա որ անհարմարություն է։ Ձմեռն էլ իհարկե ես հիմա եմ ասում, բայց ձմեռը շատ դժվար է լինելու։ Սառած փողոցով ոնց իջնենք բարձրանանք։ Ով է ապահովում մեր անվտանգ իջնել բարձրանալը, ոչ մեկ։ Խնդրի լուծման հնարավոր 3 տարբերակ կար մինչև այս քննարկումների առանցքում, մեկն էլ ավելացավ։ Տարբերակ առաջին Քասախի համար առանձին մեքենա է կառավարությունը գնում, որը բնակիչներին գյուղամիջից 59-ի նոր վերջին կանգառ է հասցնում։ Երկրորդ, գյուղապետարանը տրանսպորտային գիծ է ունենում, ինքն էլ հոգում իր կարիքները։ Երրորդ, անհատ վարորդներն իրենց սեփական ավտոբուսներով գալիս են գյուղ, ուղևորափոխադրում 50 դրամով, որն էլ մնում է իրենց։ Եվ մի հասարակ չորրորդ տարբերակ 59 գյուղ է վերադառնում։ Այստեղ տարբերակները քվեարկում են մի քիչ անսովոր ձևաչափով։ Ծափերի ուժգնությունն է քասախցիների դիրքորոշման ցուցիչը։ 59 համարը բարձրանում է Քասախ համայնք։ Մեր համանքային տրանսպորտային միջոց ենք ունեն։ Եվ իհարկե քվեարկությունը գյուղաբնակներն ամփոփում են ամենաժողովրդավարական ձևաչափով։ Ներկայությամբ արձանագրվեց, որ Քասախ համայնքի պահանջը 59 համարի տրանսպորտային միջոցը համայնք բարձրանալն է։ Գյուղի ներկայացուցիչն այս ընտրությունը կհասցնի մարզպետին, համաձայնության են եկել այս ընթացքում։ Երևան աշտարակ մայրուղին այսօր չեն փակում, գնում են բանակցելու։ Դեռ մի բան էլ, որ երկու պաշտոնյայի պաշտոնանք չանեն, թե ում, այստեղ անուններ չեն հստակեցնում։ Բանակցություններից արդյունք չլինի, շաբաթ օրը մայրուղի դուրս կգան, քաղաք մուտքն ու ելքը կարգել են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Երեխայի առևանգում Երևանում կենսաբանական մայրը փորձել է փախցնել աղջկան հորից։
Եվ հիշողության սլաքներ, բացառիկ ցուցադրություն գրականության եւ արվեստի թանգարանում հայ մեծերի ժամացույցների հավաքածուն կամրջում է անցյալն ու ներկան։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Արհեստական բեղմնավորմամբ երեխա ունենալու տարեքային շեմը կհանվի։ Մայր դատարանը հակասահմանադրական է ճանաչել դրույթը, որով կոնկրետ տարիք էր սահմանված, որից անտին կինն ու տղամարդը իրավունք չունեն վերարտադրողական արհեստական ճանապարհով զավակ ունենալ։ Անկախ տարիքից երեխա ունենալու այս կարևոր իրավունքը բժիշկ փորձագետները իհարկե ընդունում են, բայց նաև հիշեցնում, չպետք է մոռանալ առողջության եւ հակացուցումների մասին, հատկապես կանանց դեպքում, որ մեծ տարիքում արկածախնդիր այս որոշումը հանկարծ ճակատագրական չլինի։ Եթե հիմա վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունի գրանցված ամուսնություն ունեցող զույգը, փոխադարձ համաձայնությամբ ու տարիքային սահմանափակմամբ, տղամարդը մինչև 55 տարեկան, կինն առավելագույնը 53, ապա շուտով տարիքը էլ խնդիր չի լինի։ Առողջապահական գերատեսչությունն է նախագիծ շրջանառում, սահմանադրական խնդիր են լուծում։ Հիշենք, մարդու իրավունքների պաշտպանը դեռ նախորդ տարի էր դիմել բարձր դատարան այս հարցով։ Սահմանադրական դատարանն էլ օրեր առաջ հաստատել է օմբուդսմենի հայցը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը տարիքով սահմանափակելը հակասում է մեր սահմանադրության 31-րդ հոդվածին, որն ամրագրում է, թե յուրաքանչյուր ոք ունի մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։ Նախագծով ներկայացված կարգավորումներով սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ճանաչված սահմանադրությանը հակասող դրույթները կհամապատասխանեցվեն սահմանադրությանը։ Ձեռնարկին երկու կողմից է պետք նայել, սա փորձագիտական համայնքում են պնդում։ Առողջապահության մասնագետները նշում են, լավ է, բայց եւ մտահոգվելու պատճառներ կան։ Սուր հարցը մի կողմից շատ լավ է, որ հնարավորություն են տալիս ավելի բարձր տարիքում կատարել ծնելիության բարձրացման առումով, սակայն կանանցի առողջության հետ կապված բավականին վիճահարույց է դա, քանի որ բավականին նախա եւ այդ ընթացքային բուժումները իրենք պարունակում են հորմոնալ մեծ քանակի պարատներ, հորմոնախթանիչ եւ այլն, պլյուս դրան էլ հենց հղիությունը բարձր տարիքում արդեն ռիսկ կարող է հանդիսանալ։ Եթե առողջապահության նախարարության նախագիծը խորհրդարանն ընդունի, մեր բյուջեի ծախսերը չեն ավելանալու։ Մասնագետները հենց այս պատճառով են անհանգիստ։ Ասում են, եթե այնուամենայնիվ տարիքային շեմը հանում ենք, ուրեմն պետք է նաեւ պետությունը կնոջ կողքին կանգնի նաեւ ծննդաբերությունից հետո ապահովելով հնարավոր անհրաժեշտ բուժումների անվճար հասանելիությունը։ Նման որոշում կայացնելու համար առաջինը պետքա ընթացիկ հեռավար ռիսկերը գնահատվի եւ նաեւ լուծում տրվի այդ ռիսկերին, ապա նոր այդ որոշումները կիրառվեն։ Փորձագետը նաեւ տեղեկացնում է, որ նույնիսկ բազմաթիվ առաջադեմ պետություններում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար կա տարիքային սահմանափակում։ Մեր դեպքում այսօր ուրիշ խնդիր թե սահմանադրական անհամապատասխանության հարց ենք լուծում։ Նախագծի հանրային քննարկումն ի դեպ իրավակտերի միասնական կայքում իդրաֆթում մինչև հունիսի 19-ը կլինի։ Այստեղ առայժմ մեծ ուշադրության չի արժանացել այն։ Քվեարկություն չկա, 0 կողմ, 0 դեմ։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Երևանում երեխայի առևանգման լուրը արագորեն տարածվել, անհանգստացրել է մեր համաքաղաքացիներին, ասեկոսեների առիթ է դարձել սրել խոսակցությունները, թե իբր Հայաստանում հանցավոր խումբ է գործում, որ երեխաներ է առևանգում։ Իրականում դեպքը ներընտանեկան վեճի, սկանդալների եւ բարդ հարաբերությունների հետևանք է, որը իհարկե չի մեղմացնում հանցանքը։ Երեխան էլ օտարերկրյա քաղաքացի է, որ կռվախնձոր է դարձել ամուսնալուծված հոր եւ մոր միջև։ Մասնագետները մտահոգ են ծնողների եսապաշտ եւ անհեռատես պահվածքը կարող է լուրջ հոգեբանական խնդիրների առջև կանգնեցնել փոքրիկին։ Այս պատմությունը սկսվում է Երևանի Կոմիտասի պողոտայում, բայց այն իրականում խնդրի ընդամենը մի փոքրիկ դրվագն է։ Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն այս պողոտայում վազելով դիմակավորված անձիկ են մոտեցել եւ փախցրել նրա դստերը։ Հենց դեպքի օրը Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության աշխատակիցները բռնել են օտարերկրացիներին երեխայի հետ։ Ձերբակալվածներից մեկը ըստ ներքին գործերի նախարարության երեխայի մայրն է։ Փաստորեն մայրն ու նրա ամուսինը փորձել են նրան ապօրինաբար դուրս բերել Հայաստանի տարածքից առանց երեխայի հոր համաձայնության։ Ըստ այդ վարկածի աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու եւ երկու այլ անձի հետ։ Ավելին, մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացի է եւ կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը։
Այս խնդիրը միայն Հայաստանում չէ, որ տարածված է, այն համաշխարհային մարտահրավեր է։ Ընտանեկան վեճը կամ գուցե անձնական վրեժխնդրությունը վերածվում են երեխաների հոգեբանական ահաբեկչության եւ ամենևին կապ չունի, որ նման գործողությունները հենց մայրն է կատարում։ Մասնագետներն ասում են, որ դա երեխայի աշխարհընկալման վրա կարող է ունենալ խորը հետևանքներ։ Երեխան կարող է հայտնվել շոկային վիճակում, դառնա անխոս, երկար ժամանակ որևիցե ռեակցիաների ինքը չի կարող արձագանքել, բնույթ կերպով կարող են դրսևորվել զգացումները, կախված երեխայի տարիքից, առանձնահատկություններից, իրադրությունից, թե ինչպես է տեղի ունենում դեպքը առհասարակ։ Նման դեպքերում հետևանքներ լինում են թե հոգեբանական, թե ֆիզիկական, փաստում են մասնագետները, վարքային մակարդակում երեխան այլևս կարող է չվստահել շրջապատող աշխարհին եւ մեծահասակներին։ Երեխայի ամբողջ ներքին հուզական աշխարհը կարող է խաթարվել եւ երեխայի վերաապաքինումը, սեփական եսի վերագտնումը կարող է ասել բավականին բարդ ճանապարհով։ Ուստի խորհուրդ է տրվում ծնողներին անպայման նման իրավիճակներից հետո դիմել մասնագիտական աջակցությանը։ Թեպետ այստեղ երեխայի մայրն է առևանգողը, նրա գործողությունները սակայն դուրս են իրավական դաշտից։ Իրավաբանները հիշեցնում են, մեր օրենսդրությամբ հստակ սահմանվում է, որ անչափահասի առևանգումը համարվում է ծանր հանցագործություն, պատիժը 4-ից 8 տարի ազատազրկումն է։ Նախ երեխայի առևանգում որպես այսպեսին մենք քրեական օրենսդրությամբ չունենք առանձին որպես հոդված։ Մենք ունենք մաշտուն առևանգել եւ դա քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածն է։ Երեխայի նկատմամբ եթե իրականացվում է այդ արարքը, այստեղ բնականաբար սանկցիան, այսինքն պատասխանատվությունը ավելի ծանր է լինում։ Մենք չգիտենք ինչպես ճիշտ ամուսնալուծվել եւ ինչպես լուծել երեխաների հետագայի խնամքի եւ հոգատության հարցերը։ Եթե օրինակ չկա թշնամանք ամուսնալուծությունից հետո չկա փոխադարձ վիրավորանք, անտանելիության, հակակրանքի ատելության զգացում, այս հարցերը այսպիսի մակարդակի վրա չեն հասցվում։ Կոմիտասի պողոտայում կատարվածը մասնագետների եւս մեկ անգամ ցույց տվեց, որ երեխաները պաշտպանվածության կարիք ունեն անգամ սեփական ծնողներից։ Համակարգային բաց կա եւ ամուսնալուծության դեպքում առաջնագծում նախ երեխայի ճիշտ հոգացության հարցը պետք է լինի։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Հիշողության սլաքներ խորագրով բացառիկ ցուցադրություն է բացվել գրականության եւ արվեստի թանգարանում, ներկայացված է հայ մեծերի ժամացույցների հավաքածուն 60-ից ավելի ցուցանմուշ։ Նրանցից միայն մեկն է, որ մինչև այսօր զարկում է։ Բարսեղ Կանաչյանի ժամացույցը, որ կոմպոզիտորի մահից 58 տարի անց դեռ ցույց է տալիս ժամանակը։ Մյուսները կանգ են առել հավերժացնելով հիշողության պահը։ Դռնից այն կողմ կանգ են առել հիշողության սլաքները վերափոխվելով անջնջելի պատմության։ Յուրաքանչյուրը հիշողության մի ակնթարթում են կանգ առել։ Անցյալն ու ներկան կամրջող հայ մեծերի ժամացույցները Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում առաջին անգամ են ցուցադրվում։ Գրականության, երաժշտության, թատրոնի եւ կինոյի նշանակալի դեմքերի շուրջ 60 ժամացույցներն են։ Հովանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Բարսեղ Կանաչյանի եւ մյուս երևելիների։ Վերևի խոշորացույցի տակ բուլավկա կա, ասեղ կա, որ կախել է պիջակից։ Այս մեկն օրինակ Ռաֆայել Պատկանյանի Փարոս ժամացույցն է, որ նրան 35-ամյա Հոբելյանի արթիվ ուսանողներն են նվիրել Փարիզում։ Ժամացույցներից յուրաքանչյուրը իր պատմությունն ու յուրօրինակ խորհուրդն ունի։ Մեր բացառիկ ցուցադրության մեջ ունենք երկու առանձնահատուկ եւ ազդեցիկ եւ նշանակալի դեմքերի ժամացույցներ, Ալեքսանդր Սպենդիանի եւ Տերենիկ Դեմիրճյանի, որոնց ժամացույցները կանգ են առել այն ժամին, երբ կնքել են իրենց մահկանացուն մեր մեծերը։ Նմուշները թվագրվում են 19-ից 20-րդ դարերով, հայտնի բրենդների արտադրանքներ կան՝ ֆրանսիական, գերմանական, իտալական, շվեյցարական։ Բացառիկ է նաև Կապուտիկյանի ոսկյա զարդերի հավաքածուն։ Այստեղ բանաստեղծուհուց 2 ժամացույց կա՝ Կախազարդով եւ այս մեկն էլ նրա ձեռքի ժամացույցն է։ Հետաքրքիր լուծում են առաջարկում ցուցադրության հեղինակները։ Ահա այսպես կարող ես նաև ձեռքիդ վրա տեսնել ու պատկերացնել, որ կրում ես մեծն բանաստեղծուհու նուրբ ու խորհրդավոր ժամացույցը։ Նիկողայոս Տիգրանյանի Բրալյան այս ժամացույցն էլ ապակու վրա են փորձել վերարտադրել։ Գրեթե նույն մոտիվով մենք այստեղ արեցինք ժամացույցը, որպեսզի ներառականությամբ ունեցող մարդիկ կարողանան շոշափեն։ Որքան էլ տարօրինակ թվա, ժամացույցների այս խոշոր հավաքածուի մեջ միայն մեկն է առ այսօր զարկում։ Բարսեղ Կանաչյանի ժամացույցն է, որ շարունակում է աշխատել մինչև օրս, խոսեցնելով Կանաչյանի շունչը։ Շարունակում է աշխատել միայն մեկ ժամացույցի սլաքները,
տպավորություն է, որ բոլոր ժամացույցների սլաքները կանգ առած են որևէ հիշողության վրա, իսկ Բարսեղ Կանաչյանի ժամացույցը շարունակում է ներկայում տկտկալ։ Հայ մեծերի հետ ժամանակի մեջ կարող եք ճամփորդել եւս 2 ամիս։ Հիշողության սլաքներ խորագրով ցուցադրությունը կգործի 1438 ժամ 120 րոպե, մայիսի 31-ից մինչև հուլիսի 30-ը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Պետական եւ համայնքային 23 հողերի հափշտակության, խարդախության եւ փողերի լվացման վարույթով ձերբակալվել են ՊՏՂ-ի նախկին համայնքապետն ու եւս 3 անձ։ Եվ կոնյակով բեռնված 52 հայկական մեքենա 14 օր կանգառից հետո Վրաստանից շարժվել է դեպի Ռուսաստան։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանը Բրյուսելում դիվանագիտական ներկայացուցչության համար ձեռք կբերի նոր շինություն, որի արժեքը 4.3 միլիոն եվրոյին համարժեք դրամ է։ Ըստ արտգործնախարարի 2023-ին շինությունն է ձեռք բերվել նաև Լոնդոնում։ Օտարերկրյա պետություններում ընդհանուր 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20-ից առայողական շենքերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։ Դրանցից 6-ը բարերարներն են նվիրել, 2-ը փոխադարձության սկզբունքով են գործում։ Մեկը հատկացրել է դեսպանընկալ պետությունը, 11 շենք ձեռք է բերվել Հայաստանի բյուջեով։ Բացի այդ տարբեր կազմակերպությունների եւս 13 շենք են տրվել անհատույց օգտագործման, մնացած 31-ը վարձակալում է Հայաստանը։ Կադաստրի կոմիտեի տվյալներով Հայաստանում գույքահարկի գծով 500 ամենախոշոր հարկատուները 2024-ին վճարել են 3 միլիարդ 324 միլիոն դրամ, 2021-ի 1 միլիարդ 662 միլիոն դրամի դիմաց եւ կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը 2025-ին 4 միլիարդ 985 միլիոն դրամ կլինի։ 2019-ի եւ 2025 թվականների անշարժ գույքի հարկի նշված տարբերությունը պայմանավորված է անշարժ գույքի հարկման համակարգում իրականացված բարեփոխումներով։ Հայաստանն Իրանից պողպատե կամուրջներ կգնի երկրի հյուսիսային ավտոճանապարհների համար։ Կառավարության այսօրվա նիստում են որոշումն ընդունել։ Կամուրջներից մեկն արդեն տեղադրվել է Դեբետ գետի վրա։ Հեղեղումների հետևանքով քանդվածի փոխարեն դրա կողքին կտեղադրվի երկրորդը եւս մեկը Իջևան-Բերդ նոր ավտոճանապարհին։ Թմրամիջոցների շրջանառության վերահսկողությունը բանակում, ոստիկանությունում եւ դպրոցներում կուժեղացվեն։ Գործադիրը հաստատել է թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը։ 2024 թվականին ըստ ներքին գործերի նախարարի ԱՊԸ-ի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կիլոգրամ թմրամիջոց, ինչը մոտ 200 կիլոգրամով ավելի է, քան 2023 թվականին։ 2025 թվականի առաջին ամիսների ընթացքում արդեն իսկ դուրս է բերվել 173 կիլոգրամ թմրամիջոց։ Սևանա լճից օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետրից քիչ ջրառ կտարվի։ Անցած տարի էլ ըստ ջրային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավարի սահմանվածից քիչ ջրառ է արվել, բայց սա առաջին անգամն է, որ ջրառի քիչ ջրաքանակը կառավարության որոշմամբ է հաստատվում։ Այս տարվա առատանձրևներն իրենց արդյունքն են ունեցել։ Կոտայքի մարզում անասնապահը թրաֆիքինգի է ենթարկել ամուսիններին։ Նա իր մոտ աշխատանքի անցած ամուսիններից մեկին շուրջ 4 ամսվա աշխատանքի դիմաց վճարել է 5000 դրամ, մյուսին չի վճարել։ Նրանց նկատմամբ գործադրվել է բռնություն, ամուսիններից մեկը դիմել է փախուստի, անասնապահի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Հրենտ Մաթևոսյանի Ախնիձորի տունը ճանաչվել է պատմամշակութային հուշարձան, որպես տեղական նշանակության մշակութային արժեք։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովն է որոշել քննարկվել է Արարատի եւ Լոռու մարզերում գտնվող 7 պատմամշակութային օբյեկտներին պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Մաթևոսյանի տունը թվագրվում է 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում, գտնվում է Լոռու մարզում։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Եվ վերջում եղանակ, վաղը Երևանում եւ Հանրապետության առանձին հատվածներում կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ի դեպ, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կացաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կացաներ։ Իսկ այժմ մայրաքաղաքում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 18-ից 22 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 23-ից 27, Լոռիում 19-ից 24, Տավուշում 25-ից 28 աստիճան ջերմություն։ Արարատում եւ Արմավիրում կլինի 27-ից 29, Սյունիքի հովիտներում 26-ից 29, իսկ Սյունիքի նախալեռներում 16
26-ից 20 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 15-ից 17 աստիճան ջերմություն, ցերեկը 26-ից 28, երեկոյան ժամերին 19-ից 21 աստիճան ջերմություն։ Այսքանը ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։